2026 թվականից պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվում է 2 տարվա փոխարեն 1.5 տարի։ Արդեն ձմեռային այս զորակոչին բանակ գնացողները կես տարի քիչ կծառայեն։ Իշխանականները պնդում են, թե պայմանագրային զինվորական ծառայությունը շատ-շատերի համար է գրավիչ դարձել։ Պայմանագրայինները շատ են եւ ուրեմն պարտադիր ծառայության ժամկետը կրճատելը խնդիր չէ։ Նախընտրական շրջանում իշխանության այս քայլը պոպուլիստական է անվանում ընդդիմությունը։ Արձանագրում պատերազմից հետո 100 կիլոմետրով երկարած սահմանը հսկելու համար ավելի շատ մարդու կարիք կա, իսկ ժողովրդահաճո օրենքի պատճառով պակասելու է զինծառայողների քանակը։ 2026 թվականից Հայաստանն անցնում է առողջության համընդհանուր ապահովագրության։ Այն վերաբերում է 1.600.000 մարդու։ Մինչև 18 տարեկան երեխաներին, 65-ից բարձր տարիքի թոշակառուներին, հաշմանդամություն ունեցողներին, նպաստառուներին, վետերաններին ու զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին։ Նրանք կապահովագրվեն պետական բյուջեի հաշվին։ 200.000 դրամից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիներից իրենց առողջության ապահովագրության համար ամսական կգանձվի 10.800 դրամ։ 2026-ի սեպտեմբերից լույս աշխարհ եկած յուրաքանչյուր երեխայի համար պետությունը միանվագ կտա 500.000 դրամ, անկախ նրանից առաջին, երրորդ թե 5-րդ երեխան է նա ընտանիքում։ Մինչև այս փոփոխության ուժի մեջ մտնելը ընտանիքի առաջին եւ երկրորդ երեխայի միանվագ նպաստը կշարունակի մնալ 300.000 դրամ։ Երրորդ եւ չորրորդ երեխայի համար 1 միլիոն, 5-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար 1.5 միլիոն դրամ։ Ծնելիության խրախուսման ծրագրի փոփոխությունը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը այսպես է բացատրում։ Երեխա ունենում պարզապես գումարի համար։ 2026-ից արտակարգ ծառայությունների միասնական համարը 112-ը աստիճանաբար կսկսի գործել առավել ամբողջական։ Հրշեջ ծառայություն, ոստիկանություն, շտապօգնություն զանգելու համար այլևս կարիք չի լինի հավաքել առանձին համարներ 101, 102, 103։ Այս համարները անհասանելի կդառնան, երբ բոլորը սովորեն նոր հեռախոսահամարը 112-ը, որը ամենատարածվածն է Եվրամիության երկրներում։ Այս պահին Հայաստանում 112 զանգահարելով կարելի է միանալ 911-ին։ 2026-ից գույքահարկն արդեն 100%-ով է գանձվելու, կադաստրային արժեքով է հաշվում հարկը։ Երևանի կենտրոնում մեկ բնակարանի համար տարեկան վճարը կարող է հասնել 326.000 դրամի։ Նվազագույն թոշակ ստացող միայնակ տարեցներին, որոնց ստացած թոշակն անգամ նվազագույն զամբյուղը չի լցնում, Փաշինյանն առաջարկում է երևանյան բնակարանը բարձր գնով վարձակալության տալ եւ տարվա կեսն անցկացնել ջերմուկի, արզնի, հանգստյան տներում։ 2026-ից թվայնացվելու են աշխատանքային պայմանագրերը, դրանք կնքվելու են միայն օնլայն։ Քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումներն էլ օնլայն է ընդունելու միգրացիոն ծառայությունը։ Նոր տարվա երկրորդ կիսամյակում նախատեսվում է Հայաստանի քաղաքացիներին տրամադրել նոր նմուշի անձնագրեր եւ նույնականացման քարտեր նոր դիզայնով։ 2026-ի հունվարից Հայաստանի քաղաքացիները եւս պետք է պարտադիր ունենան բժշկական ապահովագրություն Վրաստան գնալու համար։ Հակառակ դեպքում կտուգանվեն 43.000 դրամ։ Վրաստանում մեկ օրվա ապահովագրության արժեքը 150-ից 300 դրամ է, կախված ապահովագրող ընկերությունից ու այդ երկրում մնալու օրերի քանակից։ 2026 թվականի ընթացքում դեռ հնարավոր կլինի օրինականացնելու հույսով հաշվառել մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունները։ Եվ նոր տարվանից հայ առաքելական եկեղեցու ձայնն ու պատկերը կանհետանա հեռուստաէկրանից։ Շողակաթ հոգևոր մշակութային հեռուստաընկերությանը Փաշինյանի կաբինետը զրկել է հանրային հեռարձակումից։ Թերեզա Կադայեվչյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։